Երեկ էլ Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման, Ալիևն ասաց, որ ներման տարբերակ չկա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասով, ահա եւ վերջ, մնացածը ներնիմություններ են եւ վերջ, այդպես չէ։ Դե դուք արձանագրում եք փաստը, որի հետ դժվար է չհամաձայնվել, դա այդպես է, այո, Արցախի ոչ ռազմաքաղաքական ղեկավարությունը ստեյցիան դատապարտվել է ՑՄ ազատազրկման, որովհետև անգամ եթե դատավճիռը դա 20 տարվա ազատազրկման է, հաշվի առնելով թե մարդը ինչ տարիքում է եւ ինչ պայմաններում պետք է անցկացնի 20 տարին, դժվար է պատկերացնել, որ որևէ մեկին կհաջողվի ողջ դուրս գալ Բաքվի բանտերից, այսինքն նրանք ՑՄ են դատապարտվել եւ այդ դատապարտման մեղքը պատկանում է Հայաստանի իշխանություններին, որովհետև եթե նրանք իրենց քաղաքացիներին թողել են բախտի կմահաճույքի, թողել են այդ կեղծ արդարադատության հույսին, որտեղ որ չկա որևէ արդարադատություն, այդ դատական օրինական չի գործում, դատական նիստեր օրինական չեն գործում, որևէ ապացույց ներկայացված մեղադրանքի հետ կապված չկա, մարդիկ զրկված են իրենց պաշտպանության տարրական իրավունքներից, իսկ Հայաստանի իշխանությունները որևէ ջանք չեն գործադրում այդ նվազագույն խնդիրները լուծելու իրենց քաղաքացիների շահերը պաշտպանելու համար։ Փոխարենը նրանք ազատություն են շնորհում անգամ ոչ թե ադրբեջանցի հետ հարցը շատ վաղուց է լուծված, այլ սիրիացի վարձկան ահաբեկիչներին, որոնք ձերբակալվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այսինքն հայերին սպանող անգամ սիրիացի վարձկաններն են ազատություն ստանում Հայաստանի իշխանությունների ձեռքով, երբ որ Բաքվում դատապարտվում են այն պաշտոնյաները, որոնք պաշտոնավարել են Նիկոլ Փաշինյանի հետ միաժամանակ, որովհետև Ռուբեն Վարդանյանը պետնախարար է եղել այդ նույն ժամանակ, այսինքն վարչապետ, երբ որ Հայաստանի վարչապետն եղել է Նիկոլ Փաշինյանը։ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը նախագահել են Արցախի նախագահի պաշտոնում, երբ որ վարչապետ եղել է Նիկոլ Փաշինյանը եւ նա ինքն է այցելել, ինքն է հյուր եղել այդ պաշտոնյաներին, ինքն է հյուրընկալել այդ պաշտոնյաներին, հաղորդագրություններ գրել, որ նրանք Արցախի հանրապետության նախագահներն են, Արցախի հանրապետության պաշտոնյաներն են։ Եվ հիմա մոռացել ու բախտի կմաճույքին է թողնել, դե բախտն էլ նրանց հետ բախտ ասածը Ադրբեջանի իշխանություններն են, նրանց հետ այդ ձևով են վարվում։ Տեսած Նիկոլ Փաշինյանի հետ աշխատող հիմա իր թիմակից պաշտոնյաները այսքանը հասկանում են, գիտակցում են։ Հովիկ Աղազարյանը հասկանում է։ Այնա շիշ բռնողն էլ ասկսե հասկանալ, արդեն ամեն մեկը իր ժամանակը ունի հասկանալու։ Օրինակ դուք նկատել եք Նիկոլ Փաշինյանի հետ գործակցող որևէ ձևաչափով քաղաքական գործիչների վիճակը հիմա դեռ 18 թվականից նրան սատարում էր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն դեռ պարլամենտում, չէ՞։ Հետո ինչ տեղի ունեցավ։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը։ Հետո կամաց նրանից հələ չի եղել դեպք, որ որևէ մեկը այս ժամանակաշրջանում նրա հետ գործընկերություն հաստատի։ Երբևէ առնչություն ունեցածները աստիճանաբար հեռանում են նրանից ու դիրքավորվում որպես ընդդիմադիր գործիչ, Նիկոլ շատերը արդեն նաև ռադիկալ, չէ՞, ասենք օրինակ Հայ հեղափոխական դաշնակցության ընդդիմադիր դիրքավորում է հիմա, նաև չափազանց ռադիկալ, այսինքն անհանդուրժող դիրքերից հանդը եւ այդպես շարունակ ու իր հետ փոխգործակցող այո ցանկացած մարդ ապրում են նաև իրենք նաև այդ վախի մթնոլորտում, որովհետեւ նրա հիմիկվա հոգեվիճակը եւ որոշումները ցույց են տալի, որ նա որոշումներ է կայացնում նաև պահի ազդեցության տակ, WhatsApp-ով, ասենք օրինակ Վահե Ղազարյանը, որ նրան անչափելի ապօրինի ծառայություններ է մատուցել ոստիկանապետի եւ ներքին գործերի նախարարի պաշտոն։ Անկամ նա երաշխիք չունի իր պաշտոնում։ Արմեն Աբազյանը, որ ԱԱՑ տնօրենի պաշտոնում անչափելի ծառայություններ եւ անթույլատրելի մատուցել է նրան, ստացել է ընդամենը հոգնածի որակավորում։ Ինքը հոգնել է։ Դի չնայած միշտ էլ ինքը հոգնածի տպավորություն է թողել ճիշտ ասած ին վրա ամենայն դեպս։ Բարի գալուստ Արևմտյան Ադրբեջան, երևի հենց այս կերպ են դիմավորել Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչներին, որոնք ցամաքային ճանապարհով առաջին անգամ ցամաքային ճանապարհով եկան Երևան։ Իսկ իրականում երևի հատուկ ծառայությունների աշխատակիցներ էին, կարելի է ենթադրել։ Ուրախ չեք, որ այլևս կարդաշություն, քիրվայություն են կանելու մեր մտերիմ, ավելի ճիշտ ոխերիմ բարեկամների հետ։ Դա իսկապես, չգիտեմ ինչ ցուցանակներով են դիմավորել, բայց եկողները հաստատ գալիս էին իրենց ընկալումներով Արևմտյան Ադրբեջան։ Եվ շատ հետաքրքիր էր, որ նրանք այս անգամ ոչ թե օդանավով եկան,
այլ քայլելով, մոտարապես այնպես ինչպես Նիկոլ Փաշինյանն էր գրեթե նույնականակ մարդկանց հետ քայլելով Գյումրիից գալի Երևան, եւ արդեն պարզ դարձավ, որ 18 թվին Նիկոլ Փաշինյանի քայլելով գալու հիմնական նպատակը եւ իմաստը 26 թվականի ադրբեջանցիների քայլելով գալու խնդիրը լուծելն էր, որովհետեւ մինչեւ 18 թվականը դա ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, այդ թվում ադրբեջանցիների, այդ թվում քաղաքասարակություն կոչվածների, որոնց մեջ կանոնավոր կերպով կա այն աղավնի սատկացնողը, որը որ 22 թվականից Շուշիի մատուցներում փակել էր Արցախ-Հայաստանին կապող ճանապարհը եւ շրջափակման մեջ էր պահում Արցախահայության, այդ թվում կանանց, երեխաներին, հիվանդներին զրկելով նրանց սննդամթերք եւ դեղորայք անգամ ունենալու հնարավորությունից։ Նա է հիմա որ պարտաճանաչ այդ բոլոր պատվիրակությունների կազմում գոյություն ունի։ Իսկ նրանք գալիս են ճիշտ այն տրամաբանությամբ, ոնց որ սահմանել է Իլհամ Ալիևը։ Մենք հիմա ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք միշտ իրակտեսնում ենք այն իրականությունը, որը մինչ այդ նկարագրում է Իլհամ Ալիևը, չէ՞։ Իսկ ինչ էր ասում Իլհամ Ալիևը պատերազմից հետո։ Ասում էր, որ 18 թվականին Հայաստանի անկախություն ձեռք բերելուց հետո պատմական Ադրբեջանի Երևան քաղաքը անարդար կերպով հանձնվել է հայերին եւ ընդհանրապես այս տարածքները դրանք հին պատմական ադրբեջանական տարածքներ են, որտեղ իրենք վերադառնալու են եւ ամենևին պարտադիր չէ, որ իրենք վերադառնան տանկերով։ Իրենք կարող են գալ նաեւ մեքենաներով։ Եվ հիմա մենք ականատեսն ենք մի գործընթացի, որ Իլհամ Ալիևի նաեւ այդ պահանջն ու ցանկությունն է կատարվում։ Ինչ վերաբերում է օրինակ ցամաքային սահմանով անցնելը, չէ՞, այն հատվածից, որ նրանք մուտք են գործել Հայաստանի տարածք, ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետ գոյություն չունի։ Այսինքն ստեղծվել է, մենք տեսանյութերը լուսանկարները որ նայում ենք, ժամանակավոր, շարժական, հսկիչ կետ, ինչ որ մի մեքենա, այո, մեքենան հարմարեցված է, ընդ որում նաև հատուկ տումբա է պատրաստված ադրբեջանցիների համար, այնպես փափուկ կանաչ ծածկով, որ նրանց իրանց ոտերի տակ խալի են էլի փռե, որ այդտենց իրանք այդպես դիսկոմֆորտ չունենան, հանկարծ այնպես չլինի այդ ծմեր աշխատակիցը մի քիչ վերև լինի, իրենք մինիշ ցած էլի, էդ էլ է հոգ տարված իրանց համար։ Ես հարցում եմ ուղարկելու, ասենք ինձ հետաքրքիր է։ Եթե եկողները հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, այսինքն պաշտոնական պատվիրակություն չի, այդ ազգային անվտանգության ծառայությունը չի է որոշում կայացրել, որը հենց հատուկ կահավորումով անցագրային կերպ, այդ հայկական կողմից նրանց հրավիրողը գիտեք ով է։ Արեգ Քոչինյանը, որը հայկական խորհուրդ հասարակական կազմակերպության նախագահն է։ Դա պաշտոնապես, բայց կարող է շատ կարևոր գործով ասել։ Մի րոպե, ասենք հիմա իրանք ամենայն դեպս մենք չենք ենթադրում ինչ կարա լինի, փաստ ենք ասում, չէ՞։ Արեգ Քոչինյանի ղեկավարած հասարակական կազմակերպությունը համագործակցում է փաստացի մեր ազգային անվտանգության հայեցակարգով Հայաստանի համար ճշնամական երկիր հանդիսացող մի ուրիշ երկրի իբր հասարակական կազմակերպության հետ, իսկ այդ երկրում հասարակական կազմակերպությունները գործնականում չեն կարող լինել, այսինքն քաղ հասարակության ներկայացուցիչ կենթանատեսակ Ադրբեջանում չկա։ Ասենք հազվագյուտ այլ կենթանիներ կարող անդելն, ասենք օրինակ Կովկասյան մուֆլոնից կարող է Ադրբեջանում էլ լինի։ Բայց քաղ հասարակության ներկայացուցիչ այդ կենթանատեսակը, ընդ նույնիսկ կարմիր գրքերում չկա, ընդհանրապես այդպես կենթանին դե չկա։ Ասենք Ադրբեջանում պինգվին էլ չկա։ Քաղ հասարակության ներկայացուցիչը չկա, չի կարող լինի, այսինքն բնություն հասարակական համակարգը չի կարող լինի։ Հիմա այդ կենթանատեսակը, որ հայտնագործվել է, Արեգ Քոչինյանի հետ պայմանավորվել է, որպեսզի նրանք գան Հայաստան։ Ու պետական մարմինը ԱԱԾ սահմանապահ զորքը ստեղծել է հատուկ պայմաններ նրանց ընդունել։ Հիմա ասում եմ անամ ուրիշ որևէ հասարակական կազմակերպություն Հայաստանում, որ պայմանավորվի, ենթադրենք Վրաստանի մեզ բարեկամ երկրի հասարակական ու որոշեն ոչ թե որ Սադախլուի կամ այլ անցագրային կետով անցնեն, այլ Լոռու մարզի անտառներից որոշեն ընդեղից են ուզում գան։ ԱԱԾ-ն հետաքրքիր է այդ շարժական
հսկիչ անցագրային կետ կտանի Լոռու մարզի անտառներում դնի այս մյուս հասարակական կազմակերպության խնդրանքը կատարել թե կասի գնացեք այնտեղ կամ սահմանը փակ է հնարավոր չի ես իմանամ այս որոշումները ո՞նց են կայացվում ում հրահանգով են կայացվում որովհետև ազգային անվտանգության ծառայությունը այդ թվում իր սահմանապահ զորքերը նրանք կոչվում են վարչապետին ենթակա ծառայություն այդ նշանակում է որ դա վարչապետի մակարդակով է, չէ՞, բայց եթե վարչապետի մակարդակով է, ինքը չի մասնակցում այդ process-ն։ Կամ ասենք հայ-ադրբեջանական հարցերը քախ հասարակությունն է, հա, լուծում։ Պարզավոր սա խաբեություն է, այսինքն խարդախություն է, կամ ինչպես կասի Արեգ Քոչինյանը, ժուլիկություն, բայց ոչ թե մանր, այլ շատ խոշոր։ Սա շատ խոշոր ժուլիկություն է, որ մեր հանրությանը ցույց են տալի իբր հասարակական կազմակերպությունների շփումներ, բայց իրականում տեղի ունենում մի գործընթաց, որը պաշտոնական, կառավարական մակարդակով արվող միջոցառում։ Անցած անգամ նույն Արեգ Քոչինյանը, երբ որ պատվիրակություն ինքը տալ էր օդանավով, կարծեմ 18 միլիոն դրամ թե ինչքան թե 100 չեմ հիշում հիմա գումարը ճիշտ ասած չասեմ որ սխալ չլինի բայց կառավարությունը գումար էր հատկացրել չարտերային թռիչք էին վարձել շատ Fly-Arna ավիաընկերությունից Fly-One ներեկություն Fly-Arna կարծեմ լուծարվել է չէ անիֆի բաներ հա դրանով չեն զբաղվում դատախազ Fly-One-ով հատուկ չվերթով կառավարության միջոցներով բայց ասենք հասարակական կազմակերպությունները պիտի հակառակը իրենք միջոցներ հայտարարեն գործունեություն ծավալեն ու հարկեր վճարեն բայց այդտեղ ոնց որ այլ է սա լրիվ շատ վտանգավոր տենդենս է նորից եմ կրկնում սա ադրբեջանցիների այցն է իրենց պատկերացրած երկիր որը այո ցավոք սրտի ձեր արձանագրումը հարցադրման պահին շատ ճիշտ էր դա անվանում են արևմտյան Ադրբեջան Իսկ տեսնում եք ինչ ժողովրդավար սկզբունքով են ԿՊ-ում որոշում, թե ովքեր պետք է լինեն իրենց ցուցակում։ Մի օր նախկիների ժամանակ չտեսանք նման ժողովրդավարական սկզբունքով որոշեին ապագա падգամավորներին։ Դուք ԿՊ-ի ժամանակ էլ չեք տեսել, որովհետև ասենք օրինակ ԿՊ-ն առաջին անգամ չի որ համամասնական ցուցակ է կազմում։ Օրինակ երբ որ 18 թվին իրանք համամասնական ցուցակ էին կազմում, կամ դրանից առաջ ասենք 17 թվի խորհրդարանական ընտրություններին, 21 թվին այդ ներկայացումներից բեմադրել են Ես չեմ հիշում, բայց մի ուրիշ բան եմ հիշում, որ ԿՊ-ն երբ որ նման ներկայացումներ է բեմադրում, հələ դրանցից ոչ մեկը ներքին համոզմունքներով արդյունք չունեց, այսինքն հələ չի եղել որ ԿՊ-ն ընտրություն կազմակերպի ու իրենք ԿՊ-ականները խախտումներ չարձանագրեն դրան։ Հələ հիշեք դրանք մի տարի ԿՊ-ի համաժողով էր վարչության կազմ ընտրեցին։ Այն Ալփի Դավոյանն էլ կազմակերպ խառնի սաղ իրար քվեարկին ընտրին հետո ասին չէ սխալ ենք ընտրել այդ ընթացքում վարչությունը արդեն ընտրվել էր Նիկոլ Փաշինյանին ընտրին վարչության նախագահ հետո ասին չէ այդ վարչությունը սխալ է ընտրվել երկու հոգի պիտի չլնեին այս երկուս դրանց հանեին սրանց բայց դրանք արդեն քվեարկել էին Նիկոլի օգտին այսինքն ապօրինի էր եղել դա բայց չեղար այս վերջի համաժողովին էլը դրին քվեարկություն կազմին էլը սա խառնեն իրար էլը ասին չէ հիմա էլ ես այսօր կարդացի այստեղ գալուց առաջ որ Թերթերից մեկը գրել էր, որ բոլորի մոտ զարման կառաջացրել, թե Ղալումյան եղբայրները, որոնք որ մեկը Նիկոլ Փաշինյանի քավորն է, մեկը մարզպետ, մեկը պատգամավոր, նրանք այդքան բարձր հեղինակություն կուսակցությունում չունեն եւ կասկածի տակ է դրած դրանց այդ ստացած քվեների արդյունքները։ Ես անկեղծ ասած ես էլ ունեմ շատ ներքին մեծ վրթովմունք այդ քվեարկության արդյունքներ կապված, պայմանավորված Ալփի Դավոյանի 58-ը Ոնց կարար այդպես բան լինել։ Ես անհամերաշխ եմ այդ որոշման հետ։ Իհարկե շնորհակալ եմ բոլոր այն 260 հոգուն, որոնք բայց ասենք նա 3 էջանոց ծրագիր ուներ արդարադատության ոլորտի բարեփոխումների նախարար դառնալու այդ բանը։ Այսինքն ոնց կարա տենց ունակություններով մարդը 58 լինի, այլ ոչ թե 8։ Ձեր համակուրսեցիներ չէ՞։ Դա ես գիտեմ, բայց գիտեմ ինչ եմ հասկացա։ Դուք արդեն նաև դիպլոմավորված իրավաբան եք։ Ինքն էլ։ Սամվել Կարապետյանի առաջադրման հնարավորության մասին եմ ուզում հարցնել։ Տեսեք, ԿՊ-ականները բնականաբար տորպեդահարում են ասելով, որ անձի համար սահմանադրություն փոխել չի կարելի եւ այլն եւ այլն։ Ինչպես կմեկնաբանեք դուք։ Նախ այն որ ԿՊ-ականներն ասում են, որ անձի համար սահմանադրություն փոխել չի կարելի։ Ես ում եմ բանամ 2020 թվականին, որ ազգային ժողովում միայն իմ քայլը խմբակցությունը
նույնիսկ այդ ժամանակվա երկու մյուս խմբակցությունները, որ կային, Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, ոչ միայն քվեարկությանը, այլ նույնիսկ քննարկումներին չեն մասնակցել։ Եվ միայն Իմ քայլը խմբակցության պատասխան խմբակցության որոշումով փոխվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրության հոդվածներ, որոնք վերաբերվում էին դատական իշխանությանը, որը սահմանադրությամբ ազգային ժողովը փոխելու իրավունք չուներ, որովհետև դատական իշխանությանը վերաբերող հոդվածները բացառապես հանրակրվեով պետքա փոխվեն։ Դա փոխեցին, ընդ որում առանց սահմանադրական դատարան ուղարկելու փոփոխության նախագիծը, երբ որ սահմանադրության իմպերատիվ պահանջա, որ սահմանադրական ցանկացած փոփոխություն ուզում է հանրակրվեով լինի, ուզում է ազգային ժողով, նախագիծը մինչև սահմանադրական դատարան չկա եզրակացություն դրական, երկրորդ ընթերցման քննարկմամբ չի կարող դա ընդհանրապես քվեարկվել ազգային ժողովում։ Այդ խախտումները, որ արել էին, ընդ որում արտակարգ դրության պայմաններում, ընդ որում նախաձեռնած հանրակրվեն չեղարկելու պայմաններում, հանրային կյանքում բարեփոխումներ էին ուզում անել, թե ընդամենը Հրայր Թովմասյանին զրկեին սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից եւ 3 դատավորներին։ Անձի հիմա այդ մարդիկ ասում են անձի համար սահմանադրություն փոփոխել չի կարելի։ Իսկ այն ինչ որ կոնկրետ Սամվել Կարապետյանի պարագայում է առաջարկում, դա չեմ կարծում, որ անձի համար է լինելու։ Այսինքն, եթե այդ փոփոխությունը լինի, առհասարակ դա կարա վերաբերվի առհասարակ, ընդ որում ազգային ժողովի падգամավոր, նախարար, չէ, դա կարա լինի, ասենք Հայաստանի քաղաքացիություն ունենալուց բացի այլ երկրի քաղաքացիություն ունեցող ցանկացած մեր հայրենակիցների։ Իդեպ ասեմ, այդ խնդիրը Սամվել Կարապետյանի ժամանակով չի առաջացել։ Այդ խնդիրը իդեպ առաջացել է օրինակ Բագրատ Սրբազանին վարչապետի տեխնացու առաջադրել, որտեղ այն ժամանակ Արմեն Սարգսյանի հարցն այո, նույն խնդիրը կար, երբ որ հասունացած էր, որ Բագրատ Սրբազանի տեխնացությունը կարող առաջադրի վարչապետի պաշտոնում, սահմանադրական այդ դրույթի սահմանափակումը այդ խնդիրը թույլ չի տվել, որ առաջ տանել, բայց ասենք Բագրատ Սրբազանի օրինակ Կանադայի քաղաքացիները պայմանավորված չէ դրանով, որ նա հեռացել էր երկրից, ծառայության էր մեկն է Կանադայի բանակից էր երևի փախել։ Չէ, բանակից իր երկու աղջիկներն էին, ինչ որ ազատվել, ըստ իր մասի որ խոսում են, ասում են ինքը երկու աղջիկ ունի, որ բանակ չի ծառայ, հա։ Դրան էր վերաբերում։ Ինքը ընդամենը գնացել է թեմի առաջնորդ եւ որպեսի Կանադայում ապրի, պետք է ունենա կացություն, չէ, օրինական բնակվելու նա եւ կացության ձևերից մեկը այդ իր որտեղ ապրում է այդ երկրում քաղաքացիություն ստան, այսինքն նա Կանադայի քաղաքացիություն չէր ստացել Կանադա հպատակ լինելու համար, ընդ բիզնես անելու համար, ընդ եւ բնականաբար չէր հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Չէր հրաժարվել, որտեղ ինքը առաջին իր, այսինքն օրինակ այդ սահմանափակումը կարծում եմ անիմաստ է դնել ընդհանրապես։ Այո։ Մերեն այդ սահմանադրական այդ սահմանափակումը դրա իմաստն է, որ բարձր պաշտոնների հավակնող գործիչը որևէ երկրի իշխանության ազդեցության տակ չլինի իր որոշումները կայացնելուց։ Եթե նման խնդիր գոյություն չունի, այդ սահմանափակումը իսկապես վիճահարույց է եւ կարա քննարկման առարկա դառնա։ Իսկ կոնկրետ Ուժեղ Հայաստան, եթե չեմ սխալվում, այդ նորաստեղծ կուսակցության, իրանց մոտեցումը հետո իրանք, որ իրանք այս պահին օրենսդրություն խախտելու տրամադրություն ոնց որ էս հասկանում չունեն, առաջի համար առաջնորդելու ենթարկվելով մեր սահմանադրության եւ օրենքներին, կառաջադրեն այնպիսի տեխնացուներ, որոնք կարող են իրավունք ունեն հիմա առաջադրվել, բայց նաեւ ազնիվ են մեր հասարակության հետ, իմ տպավորությամբ, որ ասում են, որ մեր շարժման առաջնորդը Սամվել Կարապետյանն է եւ իշխանության գալու պարագայում մենք փորձենք գտնել օրինական լուծումներ Նաև ժողովրդին չխաբելու համար, որ եթե դուք հիմնական ձեր վստահությունը այդ մարդու հետ է կապված, իսկ իրականում ոնց որ հասկանում եք, տենց է կապված։ Այդ մարդուն էլ հնարավորություն կտանք, եթե դուք մեզ իշխանություն տաք վստահություն, մենք էլ ձեզ հնարավորություն կտանք այդ խնդիրը լուծել օրինական ճանապարհով։ Ես կարծում եմ ԿՊ-ականների այդ մեկնաբանությունը անձի համար սահմանադրություն փոխելու դա միայն իրանց է այս պահին, որովհետև դա այդ սահմանադրությունը այսքապես փոխել են եւ Հրայր Թովմասյանին ոչ միայն ՍԴ նախագահը, այլ 2 օր առաջ նաեւ առասարակ դատավորի պաշտոնից հեռացրեցին։ Դա իրանց է միայն վերաբերում։ Իսկ հետագա լուծումները օրինական շրջանակներում ես կարծում եմ, որ դա արդեն իրենց հուսով են, որ դա չի վերաբերվի, իրանք բանտերից կհետևեն այդ զարգացումներին։ Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի քաղաքացիական ամուսնությունը եւ խնդրանք եղավ Աննա Հակոբյանի կողմից զուսպ լինել արտահայտվելիս։ Հիմա կարող եք հարցից պատասխանել հետեւելով Աննա Հակոբյանի կոչին, հորդորին, խնդրանքին։ Ես շանկություն եմ մաղթում նորապսակներին։ Իհարկե կարծում եմ, որ երկուսն էլ շատ բարդ որոշում են կայացրել, հատկապես Աննա Հակոբյանը, որովհետև եթե միամիտ լինեին, ասենք միայն ծնողների որոշումը լիներ բան, կարելի էր ինչ-որ ձևա, բայց այսքան տարվա
տենալուց, ճանաչելուց հետո, եթե ի վերջո այդ որոշումը կայացվել է, ես կարծում եմ դա շատ բարդ որոշում է, թե ինչը կարա լինի այդ որոշման պատճառը, չեմ կարող ասեմ, հավանաբար տեսավ Աննա Հակոբյանը, որ Զատուլին էր հայտարարել, որ նա հնարավոր է, որ այդ 5 միլիարդ դոլարը ժամանակի, որ Ալիևը ասում էր վերցրած կլինի Նիկոլ Փաշինյանը, այդ ինքն է ասել, ես չգիտեմ դա ինչքանով է ստույգ, ինչքանով է, բայց որ Միացյալ Արաբական Էմիրություններում պարգևի արժանացավ, այդ պարգևի հետ միասին նաև 1 միլիոն դոլարի հոնորար է վճարվել, որոնք իրենք Ալիևի հետ եղբայրաբար կիսեցին երկու մասի 500,000 դոլարով, երևի Աննա Հակոբյանը տեսավ, որ արդեն ձեռը փող կա, արդեն կարելի է, այդ որովհետև նախամուսնական շրջանում էլ որոշ բաներ կար դրական իրանց հարաբերություններում, օրինակ ինքս վերջերս որ սկսեց թմբուկ նվագել, ասես խոստովանեց, որ այդ եւ գործիքը, թմբուկը եւ դա նվագել սովորելու առցանց դասընթացի այդ բանը, կուրսը իր համար գնել եւ նվիրել է իր այդ ժամանակվա այդ փաստորեն ընկերուհին, ում հետ որ ամուսնացան։ Աննա Հակոբյան, դե ընդհանրապես երբ են մեր ընկերները կամ կանայք մեզ նվերներ անում, նախասիրությունները հաշվի առնելով, չէ՞, ասենք օրինակ այն կանայք տեսնում են իրանց ամուսները որսորդություն են սիրում, որսորդական պարագաներ են նվերը առնում, չէ՞, մեկ ձգնորսություն է սիրում, հիմա երևի տեսել Աննա Հակոբյանը, որ տանը նստած կաստրուկ է դնում, բաները պատարակաղ խփում, բան, տեսնում եմ, ես նախասիրությունները հետ ասել է, դե ինչի կաստրուկին խփեն, գործիք առնեմ, թող գործի, դրե պատվալ է, նկարները որ նայում ենք, այդ ոնց որ այդ նկողային հարկում է։ Իր համար էլ է լավ էլի, որ պատվալում ընդեղ իր համար խփում է։ Հիմա էլ տեսել է հաջողություններ ունի նաև այդ արվեստի բանը, կարող է հետել է հաշվի առել, որ արդեն ինքը նաև աստղը արդեն համերգներով է հանդես գալի բան, տենց երևի այդ աստղի նկատմամբ նաև իր մոտել է, դե կինա կարող է տենց կազմել։ Ամեն դեպքում ես երջանկություն եմ մաղթում եւ մաղթում եմ, որ իրանք իրար շատ սիրեն, որովհետեւ իրանք որ իրար չսիրեն, ուրիշ ոչ մեկ իրանք չի սիրի։ Շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար։ Հայկական երկրորդի եթերում խոսքի իրավունքից օգտվեց Էդգար